Հայաստանում վերջին 5 տարում անչափահասների կողմից եւ նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը նվազել է։ Ներքին գործերի նախարարությունը ամփոփում է թվերն ու նաեւ ուշադրության կենտրոնում պահում հանցավորության միտումներն ու հնարավոր մարտահրավերները։ Անվտանգության խնդիրներ են առաջացել առցանց դաշտում։ Անչափահասների նկատմամբ կատարված բռնության թվերի վիճակագրությունը հետևյալն է. 2023 թվականի ընթացքում 538 դեպք, 2024 թվականի ընթացքում 529 դեպք։ Ներքին գործերի նախարարությունը վարում է միայն իրավախախտումների եւ հանցագործությունների վերաբերյալ վիճակագրություն։ Կան բռնության դեպքեր, որոնք ուղղակի մեր վիճակագրությամբ չեն երևում, որովհետեւ չեն հանդիսանում հանցագործություն կամ իրավախախտում։ Ոստիկանության գնդապետը ներկայացնում է նաև անչափահասների կատարած հանցագործությունների թվային վիճակագրությունը։ 2023-ին գրանցվել է 295, 2024-ին 285 դեպք։ Պետրոսյանի խոսքով վերլուծությունը ցույց է տալիս, որ նվազումը կապված է Երևանում անչափահասների հանցավորության նվազման հետ։ Թիրախային է լինելու մարզերում այս ուղղությամբ աշխատանքը։ Կրթական հաստատություններում անչափահասների կատարած հանցագործությունների թիվը վերջին 2 տարում նույնն է՝ 39։ Այստեղ որոշակի մտահոգիչ իրավիճակ կա, որով հենց մենք արդեն փոփոխություններ կատարել նախաձեռնությամբ հանդես եկել ենք դեռևս 1 տարի առաջ անչափահասների կողմից օգտագործվող իրեր առարկաները, որոնք որպես օրինակ կարող են սառնազենք օգտագործվել, 2023-ին եղել է 1, 2024 թվականին 6, որոնց թվում կա օրինակ, ասենք, պնևմատիկ ատրճանակ, օդաճնշիչ ատրճանակի մասին խոսքը, որ իրենք կարող են ազատ ձեռք բերել օրինակի համար on-line գրասենյակների միջոցով։ Կսահմանվի կրթական հաստատություններում արգելված իրերի հայտնաբերման առգրավման կարգը։ Նախագիծը անցել է հանրային քննարկում, արժանացել կառավարության հավանությանը, կուղարկվի խորհրդարան։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասով անչափահասների ներգրավվածության վիճակագրությունը թեև դրական է, մեծ թվեր չկան, բայց Պետրոսյանի խոսքով թմրանյութերի ապօրինի շրջանառության օգտագործման երիտասարդացման տենդենսը ամբողջ աշխարհում է։ Թմրամիջոցների դեմ պայքարի, այդ թվում անչափահասների ներգրավվածությունը կանխելու համար ըստ նրա աշխատանք պետք է տարվի վաղ տարիքից։ Աշխատանքները թիրախային են, ներքին գործերի նախարարությունում գործում է հանձնաժողով։ Ծնողները առաջինը շատ լսեն իրենց երեխաներին։ Ապահովեն երեխաների օգտակար զբաղվածությունը ճիշտ միջավայրում։ Եթե այս 3 կարևոր գործոնը ծնողները պահպանեն, բավականին հեռու կպահեն իրենց երեխաներից շատ վտանգավոր ռիսկերից։ 14-ից մինչև 18 տարեկան անչափահասների թիվը մոտավորապես Հայաստանի Հանրապետությունում 160,000 է։ Թմրանյութերի հետ առնչություն ունեցող անչափահասները 2024 եւ 23 թվականներում թիվը ընդհանրապես վերջին 5 տարում տատանվում է 7-ից 10-ի մեջ։ Քննչական կոմիտեն 2023-ին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերով քննված քրեական վարույթներից 14-ը 14 անձի նկատմամբ, 2024-ին քննված քրեական վարույթներից 30-ը 30 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան, ընդհանուր 21 գործ կարճվել է։ Եթե համեմատում ենք շատ ավելի վաղ ժամանակների հետ, թվերը այժմ քիչ են ազատազրկվածների շրջանում, դրանք կլինեն թե կալանավորված անձինք, թե դատապարտյալները։ Բայց դա դեռևս այն ցուցանիշը չէ, որով մենք կարող ենք առաջնորդվել, որ քիչ է անչափահասների շրջանում հանցավորությունը կամ հանցավոր խմբերին հարելը։ Անչափահասները այն խոցելի խումբն են, որոնց կարելի է հեշտորեն ներգրավել նաև խմբակային հանցագործության մեջ, եւ դա հստակորեն պետք է լինի թե ոստիկանության ուշադրության ներքո նրանց հետ համապարփակ աշխատանքը եւ թե կրթական համակարգի ուշադրության կենտրոնում։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ է։ Ըստ նրա պետության քաղաքականությունն է ազատությունից զրկել անչափահասին միայն այն դեպքում, երբ կատարված հանցանքը ծանր է։ Քրեակատարողական ծառայության տվյալով այս պահին կա 2 անչափահաս կալանավոր եւ 1 դատապարտյալ։ Մայա Խաչատրյան, Էդգար Դավթյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։